Դուք Հայաստանից գնացիք Հայաստանի համար, էլ են շատ ցավոտ, շատ վատ շրջանում, հետ պատերազմական դեպրեսիա էր ու մարդիկ չարացած էին, շատ չարացած։ Ու ձեր գնալուց արդեն երբ որ հայտարարեցիք, որ գնում եք, շատ բացասական հոսք եկավ ձեր հանդեպ, ձեր նկատմամբ, ձեր ընտանիքի ամեն ինչի։ Այ դուք ո՞նց եք պաշտպանում ձեր ընտանիքը։ Չէինք թողում օրինակ երեխաները համացանց մտնեն կամ կոմենտներ չէիք կարդում, ձեր հոգեվիճակը ինչպիսին էր, անձամբ ձերը, ոչ թե ամուսնումը ձեր։ Մի օր փոքր աղջիկս եկավ ու հարց տվեց, որ ինձ պատասխանը չգտանք ու շատ այդ միջև գնալն էր, որ եկավ ասաց, պապա ինչի են գրում, որ դու թուրք ես, ասենք այնքան սենց ցավալի էր ու դու ինչ բացատրես 8 տարեկան երախուն, որը ոնց որ ունի իր մեջ արդեն որոշակի ինֆորմացիաներ ու չի հասկանում ինչա կատարվում եւ այդ շրջանում երբ որ ստեղ ենք իրոք այդ ալիքը շատ մեծ էր որ կոնկրետ դուրս էիր գալիս այն վիճակը երբ որ դու միջև այդ միշտ ունեցել ես հասարակության կողմից այդ շփիթները ստեր ինքը շատ հաճելի բան է ու մեկ է զգում ես որ գնում ես ինչ որ սաղ քեզ այնց են նայում բայց երբ որ հասկանում ես որ դա օթից չի եղել քո կոնկրետ քայլերը քեզ բերել են դրան ու ոչ թե տենց գլուխդ փակում ես ասում ես ամեն ինչ էս է հասկանում ես որ դա քո քայլերի արդյունքն է եւ դու պետքա պատասխանատվություն կրես եւ ոնց որ ասում եմ բաց դեմքով կարողանաս պատասխան տաս որովհետեւ դա ինչ որ սխալ քայլերի հերթականության արդյունքներ որը որ եսի սկզբանե ամուսնուս ասում է եթե դու մտել ես այդ դաշտ դու ուզում ես քաղաքական գործիչ դառնաս ես չէ ասում է ինչի դա պետք հոգիս չգիտեմ ինչ որ sense խառը բաներ է հինում ամարթու կյանքում ու որը որ ճանապարհ է որը եթե չլիներ այսօր այդ գիտակցությունը իր մոտ չլինի ինքը չէր կարող կարևորել թե ինչի հետևից է գնում եւ ինչ պետք է անի այս կյանքում դրա համար երբ որ ուղղակի պետք է հասկանաս որ դու սխալ ես եղել ես հիմա երբեմն նայում եի որ ուղղակի այդ քաղաքական դաշտի մասին տենց չեմ ուզում խոսամ բայց ես ինքս էլ իմ սխալը եւ որի համար ասենք ես չգիտեմ պատասխան կրեցի 5 տարի մնալով հեռու իմ սիրած աշխատանքից կարող է 5 տարվա մեջ եթե այդ ամեն ինչը չլիներ ես հիմա չգիտեմ ինչ որ շատ ավելի լավ տեղեր հասած լինեի բայց պետքա բաց ճակատով ասես այո այդպես էր ու փորձես ոչ թե փախնել այս դեպքում փախուշ չէր մերը պարզապես զուտ պետք էր որ դու հասկանում ես հիմա չես կարող ոչինչ անել եւ չես գնալու անընդհատ արդարանաս կամ չգիտեմ ինչ նույնիսկ բայց եղել այդ պահը որ հրաապարակայնորեն ներողություն է Սարգիսը խնդրել, բայց այդ դեպքում ավելի շատ քո մեջ է խնդիրը, դրա համար պետք է զուտ այդ պահին այդտեղից գնաս, հանգստանաս, մաքրվես, գիտակցես ու հետո ըստ դրա արդեն հասկանաս ուր ես ուզում գնաս։